Եվ չենք ասում, որ արդեն երևում է, որ Ռուսաստանի հետ էս անընդհատ հարաբերությունները ուր հասցրեց, որ հիմա դա չգիտեմ, կհասցնեն զգալ գյուղացիները, գյուղատնտեսական ապրանքի այս արգելքը կզգան, կհասցնեն զգալ, թե դա ընտրություններից հետո են զգալու, բայց երևաց, որ միշտ թվար զանգված վնաս է կրելու։ Եվ այդ մարդիկ վարկեր ունեն, բանկային համակարգն է դրանից տուժելու։ Գիտեք, ես մտածում եմ, ինձ համար հիմա վերջին 1 շաբաթն է, ով որ 8 տարի չի կողմնորոշվել, հիմա այս մի շաբաթում ինչ պետքա կողմնորոշվի, ես չգիտեմ։ Կողմնորոշվել են, չեն կողմնորոշվել, պետք է գնան ընտրության։ Եւ այսպես է, կամ ընտրում են իշխանության, կամ ընտրում են ընդդիմություն, ընդ որում պետք է զգույշ լինեն, որ չընտրեն այն պսևդո այն անհասկանալի պսևդո ընդդիմադիրել չեն նրանք ախր, նրանք պարզ երևում են, չէ, ասում են, որ իրենք միանալու են իշխող ուժին, այսինքն նրանց էլ բացառենք, պետք է գնան եւ հստակ մենք հասկանանք այս հանրության որ մասը ինչի հետ է համաձայն։ Հանրության որ մասն է համաձայն, որ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր։ Որ մասն է, ախր պետք է դա հանրությունը պետք է իմանա այս անգամ ընտրությանը միայն իրենց արևին չեն ընտրում, իրենք ընտրում են ահա այս հարցերի պատասխաններն են տալիս այդ ընտրությամբ։ Ճակատագրական սխալ էր արդյոք մեր ապրած կյանքը, Արցախյան շարժումը։